առաջիկա հանգստյան օրերին։ Խնդրեմ պարոն Հովհաննիսյան, ձեզնից սկսենք, ինչ ենք մեկնարկը, ինչպես է տրվելու որորը, ինչ միջոցառումներ են սպասվում։ Շնորհակալություն։ Այս տարի մեկնարկը յուրահատուկ ձևով որոշեցինք, յուրահատուկ իրադարձությունով որոշեցինք սկսել մեր գործընկերի հետ։ Մենք պայմանավորեցինք, որ ուրբաթ օրը հոկտեմբերի 10, առհասարակ հոկտեմբերի 11 եւ 12-ը Էրեբունի Երևանի ավանդական այն օրերը եւ պետք է տոնենք, շաբաթ կիրակի է լինում, բայց այս տարի մենք որոշեցինք նաեւ ուրբաթ օրը հոկտեմբերի 10-ին Էրեբունի պատմամշակութային մեր թանգարանի մոտ մեր գործընկերոջ հետ օդապարիկների ավանդական այդ տոնակատարություն իրականացնել, օդապարիկները կթրջեն Երևանյան օդ Էրեբունի վարչական շրջանում, հենց հարակից տարածքում մեր թանգարանի եւ նաեւ 3 վարչական շրջանի ղեկավարի հետ գիտեմ որ տեղի ունեցեք քննարկում, որոշակի նաեւ միջոցառումներ կլինեն հարակից տարածքում, այնպես որ իհարկե մեր սիրելի երևանցիներին ուզում եմ հրավիրել այդ ուրբաթ օրը ժամը 16:00, եթե չեմ սխալվում, Էրեբունի թանգարանի հարակից տարածք, որտեղ որ հնարավորություն կլինի մասնակցել այդ միջոցառմանը։ Սա մի փոքր անսովոր իրադարձություն է Էրեբունի Երևանի շրջանակում, ինչը մենք անում ենք առաջի անգամ, բայց ես կարծում եմ, որ այնքան գունեղ եւ շքեղ է լինելու եւ մենք որոշելու ենք դա արդեն ավանդական այսպիսի մի բան դարձնել յուրաքանչյուր տարի։ Իսկ ինչ վերաբերվում է բուն տոնակատարությանը, ապա շաբաթ օրը հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի այգում մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտության համերգով ժամը 19:00-ից մեր հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին եւ կհնչեն լավագույն կատարումները մեր տեղական, մեր հայաստանյան դիջեյների։ Ինչից հետո ժամը 21:00-ին ունենալու ենք արտասահմանից հայտնի դիջեյ, խոսքը գնում է Բենի Բենասիի մասին, որի այցը սպասված էր Հայաստանում եւ արդեն 21:00-ից կվայելենք Բենի Բենասիի կատարումները լավագույն, որը կարծում եմ որ շատ ու շատ մարդիկ հիշում են հաշվի առնելով, որ շատ հայտնի կատարումներ ունի։ Եվ հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին ֆորմատը մոտավոր նույնն է լինել ինչ նախորդ տարի, այսինքն ապակենտրոն միջոցառումներ են լինելու, օրինակ Կասկադի հատվածում կլսենք ջազ կատարումներ, իրականում մինչև պատմեմ մանրամասն միջոցառումները, ուզում եմ ասեմ կոնցեպտը ոնց ենք պատկերացնում եւ ինչի շուրջ է այս ամեն ինչը ձևավորվում։ Մենք որոշել ենք Էրեբունի Երևանի տոնակատարության շրջանակներում ընթացիկ տարվա մեջ բոլոր լավագույն եւ բոլոր սիրված առանձին համերգները խտացված ձևով ունենալ։ Այսինքն, չգիտեմ, եթե կա գինու փառատոն, որը լինում է սովորաբար հունիս ամսին, ապա Էրեբունի Երևանի ժամանակ ինքը նույնպես կա։ Կա օրինակ ջազային համերգ, որը լինում է ապրիլի 30, եթե չեմ սխալվում, ապրիլի 30-ն է ջազի միջազգային օրը։ Ուրեմն Էրեբունի Երևանի նույնպես այդ սիրված համերգը կա, այսինքն մեկ օրում մենք այսպես հավաքածու ենք անում տարվա լավագույն միջոցառումների եւ իվենթների եւ այդ թվում փառատոնների։ Եվ ուրեմն Կասկադի հատվածում Գաֆէսչյանի հատվածում կլինի ջազային համերգ, Դիանա Աբգարի այգում կլինի ռոք համերգ եւ Դիանա Աբգարի հարակից տարածքում կլինի գարեջի փառատոնը, որը նույնպես սիրված եւ սպասված փառատոններից մեկն է երևանցիների։ Օպերայի հատվածում մենք ունենանք դասական համերգ եւ այնտեղ հանդես կգա Սերգեյ Սմբատյան, ինչպես նաեւ հանդես կգա Երևանի Պատանի սիմֆոնիկ նվագախումբը, արդեն այն ծրագրով, որը մենք հանրության այս տարի մի քանի անգամ ներկայացրել ենք, այդ թվում մեր երեխաները արտերկիր էին մեկնել այդ նույն ծրագրով եւ բավականաչափ դրական այսպիսի արձագանքներ ունեցանք միջազգային մամուլից
Հաջորդ լոկացիան, որ կուզեի նշել, դա էստրադային համերգն է, որը տեղի կունենա Շարլ Ազնավուրի հրապարակում։ Մենք ունենալու ենք սպորտային համալիր, ինչը նախորդ տարի նույնպես գործում էր, դա կլինի Սախարովի անվան հրապարակում, Նալբանդյան փողոցի վրա։ Մենք ունենալու ենք երեխաների համար նախատեսված առանձնացված գոտի, որը կլինի Կարապի լճի հարով տարածքում, եւ այս ամենը ժամը 21:00-ին կամփոփվի արդեն Հայաստանի Հանրապետության հրապարակում հայտնի եւ սիրված Թաթա Սիմոնյանի համերգով, համերգային ծրագրով, որին կմասնակցի նաեւ Լյուբով Ուսպենսկյան եւ դրանից հետո կլինի հրավառություն եւ կարծում եմ շատ ու շատ դրական եւ ժպիտներով մարդիկ, ովքեր որ արդեն երեկոյան կվերադառնան իրենց տները եւ այսօր նայում է եղանակի տեսությունը, կարծես թե ամենից նորմալ է, որովհետեւ խանգարող բան չի նախատեսվում եւ կարծում եմ, որ շատ մեծ շքով եւ ուրախությունով մենք միասին կդիմավորենք Երևանի Երևան 2807 այս տարի։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, դեռ հարցերով կշարունակենք, խոսքը Նայիրին փոխանցենք, խնդրեմ ներկայացնեք բացահայտիր Հայաստանը երկնքից օդագնացության փառատոնի մանրամասները, ինչ ունենք այս տարի։ Շատ բարի, այս տարի, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, մենք յուրահատուկ ձևով որոշեցինք սկսել